Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Բիշկեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցի։ Հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հավելելով չնայած դրան Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ արդեն մոտ 2 տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը մարտին հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները կարող են քննարկել տարբեր սցենարներ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսին հայտարարել էր, որ ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան ԵՄ գործակցությանը, նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար։ Նրա խոսքով այն կարևոր է փոխադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մրցակցությունը խթանելու եւ տարածաշրջանի կայունությունը բարձրացնելու առումով, ինչը կնպաստի ենթակառուցվածքային զարգացմանն ու ներդրումներին։ Հայաստանն վերադարձել նոյեմբերի 21-ին Բաքու մեկնած հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Պատվիրակության անդամները այսօր ասուլիս են հրավիրել ներկայացնելու այցի մանրամասները։ Նրանք հայտնել են, որ հանդիպում են ունեցել ադրբեջանցի գործընկերների հետ, քննարկել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Հանդիպումը եղել նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Նա ուղերձներ է հղել Հայաստանի հասարակությանը, որոնք ներկայացրել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն բառացի ուղիղ մեսեջներն են, որոնք, որ ինչպես նշեցի, Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ։ Զինված ուժերի համալրումը նոր կարգով կմեկնարկի 2026 թվականի հունվարի 7-ից։ Շարքային կազմի 24 ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կկրճատվի 6 ամսով։ Ներկայացնելով զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ զինված ուժերի համալրման նոր կարգը կմեկնարկի 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը սակայն չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի ծառայելու են 1.5 տարի։ Պատկերացրեք, 1.5 տարի հետո զորացրվելու է 2 զորակոչի այն հատվածը, որոնք պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր զորակոչերը, այսինքն բոլոր 4 զորակոչը
կրկին գտնվելու է բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Նախարարի խոսքով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված ու շարունակական աշխատանքների շնորհիվ։ Այն է պաշտպան հայրենիաց ծրագիր, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդնումը եւ այլն։ 5 տարվա ընթացքում մեր կառավարության գործունեության պարտավորություն էինք ստանձնել, որ այս հարցին անդրադառնալու ենք, բայց սա կարող է լինել այն պարագայում, եթե գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն, այն է դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների եւ ժամկետայինների թվաքանակի հանրագումարից եւ դա հնարավոր է անել միայն 2026 թվականի հունվարից սկսած։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը նախատեսված է Հայաստանի կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրով, նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Նախարարը խոսեց նաև բանակի մարտունակության զինվորների պատրաստվածության մասին, ներկայացրեց որոշ պարզաբանումներ։ Պապիկյանը վստահեցրեց, որ իրենց կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է։ Շատ հեշտ է փոխել չափորոշիչները, ասել գնահատում ենք արկա վիճակով, ու բոլորը ստանան լավ ու գերազանց, բայց մենք գնում ենք նրան, որ մեր բանակի մարտունակությունը լինի ամենաբարձր աստիճանի, ու շատ նորմալ է, որ կարող են լինել դեպքեր, երբ գունդը կարող է ստանալ մի գնահատական, հետո փոփոխությունների, վերապատրաստումների արդյունքում ստանալ այլ գնահատական։ Սկսած նրանից, որ գունդը կարող է բերել պայմանական կարմիր աստիճանի եւ գնդի գործողությունների արդյունքները գնահատվեն անկախ նրանից, ինչքանով է զինված, ինչքանով է համալրված, ինչքանով է պատրաստվածությամբ աչքի ընկել նրա զինվորները։ Հարակից եկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ նախատեսված բարեփոխումը պահանջված է եւ հաջորդում է այն բոլոր բարեփոխումների փաթեթներին, որն այս տարիների ընթացքում իրականացվում է։ Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ նախագիծը հնարավորություն կստեղծի ավելի արագ տեմպերով կյանքի կոչել բանակի մարտունակության ծրագրերը։ Պահանջված բարեփոխումը եւ հաջորդում են բոլոր բարեփոխումների փաթեթին, որ այս տարիների ընթացքում մենք հերթականությամբ արել ենք։ Հիմա մոռացել ենք, թե ինչ ճանապարհ ենք անցել այդ ամբողջի մեջ, օրենսդրական բազան ստեղծելու, բանակի գրավչությանը վերաբերող խնդիրների լուծումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո պաշտպանության նախարարը նաեւ լրագրողների հարցերին է պատասխանել։ Որոշ պարզաբանումներ տվել նախագծի վերաբերյալ, ապա խոսել բանակի պաշտպանականության եւ մարտական հերթապահության մասին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ընդդիմության այն տեսակետը, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը նախընտրական քարոզարշավ է։ Այս մասին նա հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանեց, թե ինչու են հիմա քննարկում այդ նախագիծը։ Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, նախագիծը չենք քննարկել, ներողություն, նախագիծը շրջանառել էինք, նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի,
եթե մենք դա անենք հունվարի 1-ից։ Խոսելով զինված ուժերի առաքելությունից գերատեսչության ղեկավարն ասաց, որ այն պաշտպանունակությունն է, ոչ թե մարտական հերթապահությունը։ Մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Ըստ նրա տարիներ շարունակ շեշտը դրվել է մարտական հերթապահության վրա, ինչն անխոս շատ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ զինուժի հիմնական հատվածը զբաղվի մարտական պատրաստությամբ եւ բարձրացնի իր կարողությունները։ Պապիկյանն ասաց, թե վարժական հավաքների նպատակն այն է, որ ունենան պահեստազոր, որն ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել խնդիրն ու դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Պապիկյանի տեղեկացմամբ նախատեսել են, որ 20,000 եւ ավելի պահեստազորային 2026 թվականին ներգրավի վարժական հավաքներին, 2025-ին 16,000 է եղել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե արտաքին պարտքի միջոցով են զենք գնել, մինչդեռ Պապիկյանը հայտարարում էր, որ բանակի կերպափոխման համար բյուջեից էր միջոցներ հատկացվել, նախարարն ասաց. Եթե անգամ ֆինանսական միջոցները պարտքի միջոցով են ներգրավում ֆինանսների նախարարության միջոցով, դա տրամադրվում է ընդհանուր բյուջեի շրջանակներում։ Այսինքն այստեղ հակասող բան չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելուն, ապա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գործող իշխանության օրոք այդ տարածքները վերականգնելու ռեալ հնարավորություն է տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի զատման հարցով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է եկեղեցի պետություն հարաբերություններին, հայտարարելով ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունը կողմ է այն օրակարգին, որը առաջ է քաշել վարչապետը։ Իմ համար նաև ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են Կտրիչ Ներսիսյանի կողմից դրված, ու իրենց համար իմ կարծիքն եմ ասում, ինչ որ կասեմ, իմ կարծիքով իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց պիտի լուծեն կամ ուզում են լուծեն ու դրա համար ավելի վստահելի են տեսնում գուցե եւ իշխանական մամուլին։ Սլիվ են անում մայրաթորից։ Չեմ կարող ասել սլիվ են անում, ինչ են անում, բայց կարող եմ ասել, որ պարբերաբար, օրինակ, չգիտեմ, մենք էլ պարբերաբար նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում, եթե հանկարծ ձեր համար նորություն կլինի, էլի, շատ տարբեր մարդկանցից, որոնք դեռ այս պահի դրությամբ ոչ մի հանրային ակտիվություն չեն ցուցաբերել, բայց այդ ամեն ինչը լրիվ բերում ու հանգեցնում է այն մտքին, նորից եմ ասում, որ ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցու եկեղեցականների բացարձակ մեծամասնությունը ուղղակի կիսում է այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը։ Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու օրենսդիր գործադիր մարմինների անդամները մասնակցել են Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցված Սուրբ եւ անմահ պատարագին։ Հայրենի գյուղում պատարագին ներկա են եղել նաեւ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Արարատի բնակիչներն ու բազում այլ քաղաքացիներ։ Պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բակում ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, այնուհետև Free News-ի հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները իրենց կարծիքն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականության եւ իշխանության միջև լարված հարաբերությունների հանգուցալուծման վերաբերյալ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ հետևորդներ, այո, մասնակցում ենք պատարագներին
Մինչ այս նույնպես մասնակցել ենք պատարակներին տարբեր, բայց մեր իշխանության եւ վարչապետի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը պատարակին ես շատ եմ կարեւորում եւ նաեւ մեր ժողովուրդը պետք է միահամուռ լինի նաեւ հավատքի առումով եւ մենք եկեղեցու այդ խնդիրը եւ ոչ թե եկեղեցու, այլ եկեղեցուին մաքրելու եւ եկեղեցին իր կանոնադրության համապատասխան կանոնադրություն պահանջները պաշտպանելու խնդիր ունենք եւ նաեւ խորհուրդը նաեւ այս է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցան լուծումը ինչպիսին եք տեսնում պարոն Բաքոյան հաշվի առնելով արդեն տևական ժամանակ գերլարված հարաբերությունները որ արդյունքում ինչ պետք է լինի սրա արդյունքում Վստահաբար պետք է ասել առողջացման process պետք է լինի նաեւ հոգեվորականների շրջանում ովքեր ծառայում են Աստծո տանը եւ այս առումով ես կարծում եմ որ դեռ տարիներ առաջ տասնամյակներ առաջ որոշակի այլ տեղերից ուղղորդվող երևույթներ, process-ներ են ներդրվել, որոնք նաև եկեղեցականների շրջանում են, եւ սա ցավալի փաստ է, որ արձանագրվում է, եւ ես կարծում եմ, որ այս ցավալի փաստերը, որ արձանագրվում են, դրանց պետք է տրվի սպառիչ պատասխան, այն է, արդյոք կան մարդիկ, ովքեր եկեղեցականներ են համարվում եւ օրինակ KGB-շնիկներ են, արդյոք կան մարդիկ, ովքեր հոգեվոր ծառայություն իրականացնելու անվան տակ որևէ այլ երկրի գաղտնի ծառայություններ են մատուցում։ Սրա մասին է խոսքը։ Միանշանակ են կարծիքին եմ, որ եկեղեցին պիտի քաղաքականությամբ չզբաղվի եւ այն եկեղեցականները, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում, պիտի հանեն իրենց վրայից եկեղեցական փիլոնը, խաչը, որի նկատմամբ խորին հարգանք ունի ցանկացած հավատացյալ է թվում նաեւ ես, եւ մտնեն քաղաքականության մեջ, այնպես ինչպես մենք ենք մտել։ Այլ տարբերակ ես կարծում եմ գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է կանխատեսումներին, լուծումներին, ես ասել եմ, որ վեհապարը սպասելու է մինչև 2026 թվի ընտրությունները, որից հետո որոշում կայացնի, մինչև այդ անընդհատ դիմակայելու է, բայց այդ ամեն ինչը կախված է նրանից, թե բարձրագույն եկեղեցական խորհուրդը ինչ որոշումներ կընդունի, իրենց ինչպես կպահի։ Նորից եմ ասում, դա սահմանադրությամբ տարանջատված է եւ որոշողը իրենք են, բարձրագույն եկեղեցական խորհուրդը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Ծաղկազորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել Հայաստանի վարչապետի գավաթ լողի դպրոցականների մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 աշակերտ, թե Երևանի, թե մարզային դպրոցների հավաքական թիմերով։ Մրցաշարը անցկացվել է 2 տարիքային խմբում 3-ից 6-րդ եւ 7-ից 12-րդ դասարանների աշակերտների համար։ Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմում եղել է 4 տղա եւ 4 աղջիկ։ 3-ից 6-րդ դասարանների մրցաշարում լավագույն եռյակում առաջինից 3-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցրել են Երևանի, Շիրակի եւ Կոտայքի թիմերը, իսկ 7-ից 12-րդ դասարանների մրցաշարում Երևանի, Շիրակի եւ Լոռվա թիմերը։ Առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվել է 4 միլիոն, երկրորդ տեղը 2.5 միլիոն, իսկ երրորդ տեղը 1.5 միլիոն դրամով։ Լավագույն մի քանի այլ մասնակիցներ եւս արժանացել են դրամական եւ ոչ դրամական պարգևների։ Պաշտոնական արարողության ժամանակ հաղթած թիմերին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավատեսյանը։
դեմ ներգրավել Շիրակի մարզի քաղաքական թիմը։ Թիմի ներկայացուցիչը 100,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 100,000 դրամ։ Շնորհակալություն։ Թիմի անդամներն են Էլեն Սարգսյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Արսեն Կարհանյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Արմեն Մատինյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Լինա Եղիազարյան, Վանաձորի թիվ 4 դպրոց, Մանակ Նազարյան, Վանաձորի թիվ 1 դպրոց, Ռուզաննա Ներսեսյան, Վանաձորի թիվ 23 դպրոց և Դավիթ Տոխորյան, Վանաձորի մաթեմատիկայի ոչ այնքան համար պայքարում, բայց վստահ, գերվստահ հաղթանակ է տոնում Երևանի թիմը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ավտոմատ սարքավորումների հաշվառումը եւ 1043 չգրանցված ապարատների սեփականատերերը 1-2 շաբաթվա ընթացքում պետք է որոշեն օրինականացնել դրանք, թե ապա մոնտաժել։ Քաղաքապետը ներկայացրել է նաև շտապօգնության աշխատանքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը, հաղորդել LED լուսավորության անցման գործընթացի ավարտի մասին։ Ավինյանը նաև անդրադարձել է շինհրապարակներում գրանցված խախտումներին եւ հանձնարարել է խստացնել վերահսկողությունը։ Երևանում շարունակվում է սուրճի, վճարային տերմինալների եւ այլ ավտոմատ սարքավորումների հաշվառումը։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավելելով՝ գրանցված սարքերը վճարում են տուրք, իսկ չգրանցվածները ենթակա են ապամոնտաժման։ Նրա խոսքով քաղաքում այս պահին առկա է 1043 չգրանցված սարքավորում։ Քաղաքապետի հանձնարարականով, եթե առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում դրանց սեփականատերերը օրինական դաշտ մտնելու ցանկություն չհայտնեն, ապա սարքավորումները կապամոնտաժվեն։ Հիմա դուք արդեն բանակցությունները ձեր տարեք, մինչև տարվա վերջ, ինչքան է մնացել, 1043-ից եկեք հասկանանք մինչև տարվա վերջ, քանիսն են գալիս օրինական դաշտ, իսկ քանիսն են առհասարակ ապամոնտաժվելու վերջնականապես, որովհետև դե լավ, ասենք տարին ավարտվեց, այս տարվա սկզբից էր էլի, ինչքան դել դիմանանք, այսինքն իրանք պետքա ինչ-որ որոշում կայացնեն վերջնական, որովհետև օրինակ հիմա այս մյուսներն էլ, որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրանք ինչա մեղավոր են, կամ իրանք պատժված են, ինչի ենք թույլ տալիս, սա։ Նիստում Ավինյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում շտապ բուժօգնության ծառայության աշխատանքի որակին, նշելով, որ վերջին տարիներին այն իհապես բարելավվել է մի շարք բարեփոխումների շնորհիվ։ Իհարկե թվերը շատ խոսուն են, 141 միլիոն վնասից հասել ենք 168 միլիոն շահույթի, ամբողջապես վերազինվել ենք, ամբողջապես թվայնացվել ենք, ամբողջապես անցել ենք անկանխիկ վճարումների եղանակի, չափորոշիչներին համապատասխանեցվել ենք։
Էլ չասեմ, որ ես հիշում եմ առաջին գործակարգավարականներին, ես հիշում եմ զեկույցներ, որ զանգերի 78%-ն է սպասարկվել եւ իմ մոտ հարց առաջացավ, ոնց կարող է լինել, որ շտաբ բուժօգնություն մարդը զանգահարի եւ իրեն այդ զանգը չսպասարկվի։ Հիմա այդ հարցը նույնիսկ չենք քննարկում, որովհետեւ դա ենթադրվում է, որ 100%-ն էլ պետք է սպասարկվի։ Ըստ Ավինյանի քննարկվելու է շտապօգնության ծառայության ինտեգրումը այլ կառույցների հետ, նաև մարզային ուղղություններով տեխնիկական խնդիրների կարգավորումը։ Պետք է ինտեգրել մեր ընդհանուր, այսպես ասած, ծածկույթը եւ երբ որ պետք է, որ Երևան քաղաքի շտաբ բուժօգնություն պետք է ինտեգրել մեր ընդհանուր, այսպես ասած, ծածկույթը եւ երբ որ պետք է, որ Երևան քաղաքի շտաբ բուժօգնության ծառայությունը դուրս գա Երևան քաղաքի սահմաններից դուրս, որովհետեւ ավելի հարմար է դա եւ սպասարկի եւ երբ որ պետք է ընդհանուր հանրապետական շտաբ բուժօգնության ծառայությունը մտնի Երևան քաղաքի սահմաններ, դրանք տենց շտկվող տեխնիկական պարզ հարցեր են եւ կարելի է ընդհանուր տրամաբանության բերել եւ կարծում եմ մենք պատրաստ ենք դա իրականացնել եւ նաեւ ուրախ կլինենք այս տեսակ ինտեգրացիաներին։ Վերջին նատրիումային լամպերի խմբականակն ենք փոխարինում ավելի էֆեկտիվ, ավելի նորարար LED լուսավորությամբ, բայց նաև չենք մոռանում, որ այդ սպիտակ պայծառ լույսերը չենք դնում, այլ ավելի դեպի դեղին, ավելի ցածր կելվիններով լույսերը։ Ավինյանը վարչական շրջանի ղեկավարներին հորդորել է առավել պատասխանատու լինել, վերահսկել շինարարական եւ վերանորոգման աշխատանքների որակը։ Նա նշել է, որ վերջին շրջանում անակնկալ այցեր է կատարել տարբեր շինհրապարակներ, հավելելով այցելությունների ընթացքում բազմաթիվ թերություններ են արձանագրվել։ Նիստում քաղաքապետն անդրադարձել է նաեւ օդի աղտոտվածությանը եւ նշել, որ նախորդ գիշեր Երևանում արձանագրվել է օդի որակի լուրջ վատթարացում, ինչը պայմանավորված է եղել Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում ճամբարակում բռնկված խոշոր հրդեհներով։ Իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Քաղաքապետը զգուշացրել է նաև տերևներ վառելու վտանգի մասին, այն անվանելով թունավորման գործարան։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում եւ մենք պետք է հասկանանք նաեւ այդ թունավորման աստիճանը, որովհետեւ երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է եւ այս սեզոնին, նաեւ սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, ենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Քաղաքապետը միաժամանակ դրական է գնահատել կենտրոն վարչական շրջանում շենքերի մաքրման, լվացման, ներկման եւ լուսավորման աշխատանքները, ընդգծելով դրանց կարևոր ազդեցությունը քաղաքային միջավայրի վրա։ Շենքերի արտաքին տեսքը վաստահարապես կենտրոն վարչական շրջանում հարմացումը, նրանց լվացումը, ներկումը, լուսավորումը էականորեն փոխում է ամբողջ քաղաքի ընկալման ձևը եւ կարծում եմ իհարկե կենտրոնում սկսել ենք վարչական շրջանների մյուս ղեկավարներին ուզում եմ ուշադրությունը բոլորի սևեռել այս տեսակ աշխատանքների վրա, որոնք որ միջավայրը փոխող աշխատանքներ են։ Խորհրդակցության ընթացքում Ավինյանը հայտնել է նաև, որ կառուցապատողների պարտաճանաչության բարձրացման նպատակով դեկտեմբերին ընդունվելու են նոր կարգավորումներ։ Ըստ քաղաքապետի, այն կառուցապատողները, որոնք պատշաճ կահավորում չեն իրականացնում եւ փոշեկլանիչ ցանցեր չեն տեղադրում, շուտով կհասկանան, թե որն է իրական ավելորդ ծախսը։ Նոր կարգավորումները նախատեսում են տարբերակված մոտեցում, օրենքի պատշաճ պահպանող եւ խախտող կառուցապատողների նկատմամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Շարունակում ենք թողարկումը հզոր պայթյուն է որոտացել Բաքվի AFEN Plaza բիզնես կենտրոնում հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները նշելով, որ նախնական տվյալներով տուժել է առնվազն 7 մարդ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, պայթյունը վնասել է բիզնես կենտրոնի 6 հարկերից 5-ը։ Նախնական տեղեկություններով պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկում, շենքը զգալի վնասներ է կրել, կոտրվել են պատուհանները, քանդվել պատերը։ Բիզնես կենտրոնի սեփականատերը հայտարարել է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։ Դեպքի փաստով հետաքննությունն է ընթանում։ Ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չի ստացել Միացյալ Նահանգներից Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, սակայն ուշադիր հետևում է այս թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Նա նաև հայտարարել է, որ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան հանդիպման հնարավորության վերաբերյալ։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը սարսափելի է, որն ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ուժեղ եւ պատշաճ ղեկավարության պայմաններում երբեք չէր լինի, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն սկսվել է դեռևս իմ երկրորդ ժամկետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ Բայդենի վարչակազմի օրոք եւ միայն վատթարացել եմ։ Եթե 2020 թվականի նախագահական ընտրությունները չկեղծվեին եւ չգողանային, միակ բանը, որում արմատական ցախ դեմոկրատները լավ են անում, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմ չէր լինի, ինչպես որ իմ առաջին ժամկետի ընթացքում տեղի չունեցավ, նույնիսկ չի հիշատակվեց։ Պուտինը երբեք չէր հարձակվի։ Ուկրաինայի ղեկավարությունը զրոյական երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար եւ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ ԱՄՆ շարունակում է հսկայական գումարների զենք վաճառել ՆԱՏՕ-ին Ուկրաինային բաժանելու համար, գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին եւ նախագահ Դոնալդ Թրամփին Կիևին աջակցելու ջանքերի համար։ Ուկրաինան շնորհակալ է Միացյալ Նահանգներին, յուրաքանչյուր ամերիկացուն եւ մասնավորապես Դոնալդ Թրամփին օգնության համար, որի շնորհիվ փրկվում են ուկրաինացիների կյանքերը, գրել է Զելենսկին Տելեգրամում։ Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել նաև Եվրոպային, G7-ին եւ G20 երկրներին, կարևորելով այդ աջակցությունը պահպանելու ջանքերը։ Այդ պատճառով էլ մենք շատ ուշադիր աշխատում ենք դեպի խաղաղություն տանող ամեն կետի, ամեն քայլի վրա, ամեն բան շատ ուշադիր պետք է արվի, որպեսզի մենք կարողանանք իսկապես վերջ տալ այս պատերազմին ու կանխենք դրա կրկնությունը, ասել է նա։ Ժնևում ավարտվել է ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը, որտեղ քննարկվել է ԱՄՆ խաղաղության ծրագիրը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Reuters-ի փոխանցմամբ։ Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ, հայտարարել է Ռուբիոն, նա պարզաբանել է, որ թիմերն այժմ աշխատում են իրենց տրված առաջարկների վրա եւ փոփոխություններ են կատարում տարաձայնությունները նեղացնելու եւ այն բանին մոտենալու հույսով, որի հետ կարող են համաձայնվել եւ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները։ Երմակը հաստատել է, որ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել եւ շարժվել դեպի արդար եւ երկարատև խաղաղություն։ Նա հավելել է, որ պատվիրակությունների երկրորդ հանդիպումը կկայանա շուտով։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալի պատկերացում է ստացել այն մասին, թե որ հարցերն են իրականում կարևոր Ռուսաստանի համար։ Նա նշել է, որ ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները ներկայումս աշխատում են պլանի ճշգրտումների վրա եւ երկու երկրների ղեկավարությունները դեռևս չեն հաստատել այդ փոփոխությունները։ Եվ իհարկե կա նաեւ հավասարման ռուսական կողմը, բայց կրկին մենք կարծում ենք, որ վերջին 9 ամիսների ընթացքում մենք բավականին էական ըմբռնում ենք ձեռք բերել որոշ բաների վերաբերյալ, որոնք իսկապես կարևոր են նրանց համար, ասել է Ռուբիոն լրագրողներին։ Առավոտյան Պակիստանի Պեշավար քաղաքում 3 ինքնասպան ահաբեկիչ հարձակում է իրականացրել սահմանապազորքերի շտաբ բնակավայրի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել առնվազն 5 մարդ։ Ոստիկանության տվյալներով հարձակվողները նախ գրակ են բացել, ապա ներխուժել շտաբի տարածք եւ այնտեղ պայթեցրել իրենց առաջին ինքնասպան ահաբեկիչը, պայթուն է իրականացրել գլխավոր մուտքի մոտ, մյուս 2-ը մտել են ներս, գրում է Reuters-ը։ Վիրավորներից 5, այդ թվում 2 սահմանապահ զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց, մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։ Փարիզում տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Ֆրանսուଆ Բայրուի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց ամբողջը վանկարկել են Մակրոն հրաժարական տուր կարգախոսը։ Ցուցարարները նաեւ պահանջել են վարչապետի հրաժարականը դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը նրանց կարծիքով օգուտ է բերել միայն մի քանի անհատների եւ խմբերին։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին, ազգային ժողովին եւ սենատին ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։ Ցույցի կազմակերպիչը հայրենասեր
Ազատներ կուսակցության ղեկավարն իր կողմնակիցների հետ կանգնել է ցուցարարների շարասյան առջևով ընթացող բեռնատար մեքենայի հարթակի վրա ղեկավարելով զանգվածային միջոցառումը։ Ֆրանսիացիները վրդոված են խնայողության ծրագրից եւ պատերազմի հեռանկարից։ Նրանք արդեն բավականաչափ հանդուրժել են եւ ուզում են, որ Մակրոնը հեռանա, հավելել է քաղաքական գործիչը։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում նոյեմբերի 17-ից 24-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա ակրիական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս տեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 18099 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 389 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 422 ոչ սթափ վարորդ, 630 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 154 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 903 հանցագործություն, այդ թվում 284 առանց վարորդական իրավունքի մեքենա բարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 116, մարմնական վնասվածք պատճառելու 62, ֆիզիկական ներգործության 56, խարդախության 41, անձնական ունեցվածքի գողության 34, հոգեկան ներգործության 29, ինչպես նաեւ մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 20 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 45 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։ 7 օրում գրանցված 108 ավտովթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածք ստացել 146-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 564 դեպք, 265 արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 173, Հրդեհի ծագման սպառնալիքի 33, ճանապարհատրանսպորտային պատահարի 70, կենցաղային կանչի 173 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Անվտանգ երթևեկություն առանց աղմուկի հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։ Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Քաղաքացիների անդորրը չխաթարելը, մեքենա վարելիս անհարկի աղմուկ չստեղծելը նույնպես անվտանգ երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչներից է։ Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։ Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նոյեմբերի 2-ից մինչ օրս բարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից Երևանում եւ մարզերում ստուգվել է 1492 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։ Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության, նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք եւ նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների եւ լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում տուգանային 2 միավորի կիրառմամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Երևանի պարեկները հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ։ Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են Nissan Magnitsky ավտոմեքենայի վարորդի եւ ուղևորի կասկածելի վարքը։ Պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել էր պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։ Ժամը 1:45-ին Լուկաշինի փողոցի հետնամասում թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին եւ Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին։ Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։ Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։
Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք։ Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց F1 տեսակի նռնակ պայթուցիչով, սվին դանակ եւ ինքնաձիգի 19 փամփուշտ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։